լավ, ես մասնագիտական հարց եմ ուզում տամ։ Ինձ շատ հաճախ ինձ հյուրերին լսել եմ մեղադրանք, որ ադե ինչ գործներ է քաղաքականությունը։ Դա մասնագետներ կան, քաղաքագետներ կան, թող եկել զբաղվեն։ Ես մի անգամ այտենց ինքն էլ ներկայանում որպես քաղաքագետ, որ մենք մտել ենք մի դաշտ, որ մեր գործը չի, մենք ապականում ենք, ես որպես չարթարանալու համար, բայց ուղղակի համեստորեն ընդգծեցի այն հանգամանքը, որ շատ ներողություն իհարկե։ Այն օրը, որ ես տեսնեմ դուք չափ եք տալիս, նշանակում է Հայաստանում այլևս դիվիժոր չկա։ Ոչ թե դուք այդքան տաղանդավոր եք, էլի։ Եվ այն հանգամանքը, որ դիվիժորը ստիպված քաղաքականության մեջ է խառնել, նշանակում է, որ այդ դաշտում խնդիրներ է եղել, հա։ Եվ փոխանակ ինձ մեղադրեք, որ ասենք բժիշկը, կարծեմ իմ այդ օրվա հյուրը բժիշկ էր։ Բժիշկը եւ երաժիշտը իրանց ամենակարևոր միսիան թողել են դառնում, որ դրանից որ դաշտը խնդիր ունի, հա, մենք մեր հաճույքի համար չենք հայտնվել այնտեղ, եկել ենք հայտնվել ենք այնտեղ, որտեղ այնտեղ բացեր կա, ու այդ բացերը էկզիստենցիալ արդեն վտանգ է ներկայացնում, հա, դուք պատկերացրեք ոնց որ այնքան վատ լինի բժշկության վիճակը, որ ասենք խրամատից մեկը դուրս գա, ձեռքերս սկսի վիրահատություն անել, էլի, հա, տենց էլ է լինում, հա, երբ որ տարածքում բժիշկ չի լինում, բայց այդ մարդը անում է, որտեղ բժիշկ չկա տարածքում, ինչու մի բան պետք է արվի, չէ՞, ամեն դեպքում։ Քաղաքագիտական, մասնագիտական մակարդակը, ինֆորմացվածությունը, հա, այդ ոլորտը մասնագիտական, դուք ոնց կբնորոշեք որպես մասնագետ։ Նախ այն ինչի մասին դուք ասում եք, դրանք ավելի շատ հետևանքներ են եւ ոչ թե պատճառ, որովհետեւ մեր այս 30-ից ավելի տարիների ընթացքում քաղաքականությունը հասարակության մոտ ընկալվել է որպես ամենակարճ ճանապարհը միանգամից հարստանալու եւ իշխանություն ունենալու եւ ոչ թե զբաղվելու բուն քաղաքականությամբ։ Իսկ հարուստների մոտ, այո, իսկ հարուստների կամ տնտեսական կապիտալ ունեցողների մոտ քաղաքականությունը ընկալվել է կարևոր միջոց, որով իրենք կարողանան երաշխավորել իրենց տնտեսական կապիտալը եւ նայել գործել օրենքներից դուրս եւ պետությունը հարմարեցնել իրենց սպասարկելով բացառապես սեփական շահը։ Այսինքն այստեղից խեղաթյուրվում է արդեն այս մոտեցումները։ Եվ մինչև շարունակելը միտքը ասեմ, որ շատ կարևոր է սահմանել նաև ինչ է քաղաքականությունը։ Այսօր մարդիկ քաղաքականություն ասելով պատկերացնում են միայն փողկապ եւ մասի սարի ֆոնին նկար եւ պատգամավորության տեխնացու։ Քաղաքականությունը դրա մասին չէ միայն։ Քաղաքականությունը հանրային կյանքի կազմակերպման ձևի եւ բովանդակության մասին է։ Ինչ միջավայրում ես պիտի ապրեմ, իմ բակից սկսած։ Ինչ երկրում պիտի ապրեմ, ինչ ապագային պատկերացնում իմ եւ իմ երեխաների համար։ Եվ սրանից հետո գալիս է մյուս մահացու թեզը, որը բնորոշ է երրորդ աշխարհի պետություններին, այնպես ինչպեսին մենք ենք, որ ասում են քաղաքականությամբ զբաղվելը անբարոյականություն է։ Ես միշտ սրա զուգահեռ ընդանում մշակույթի հետ ասելով, քանի եթե 30-ից ավելի տարիներ քաղաքականությամբ, քաղաքական տեսանկյունից զբաղվել են անբարոյականներ, դա չի նշանակում որ քաղաքականությունը անբարոյական է։ Հակառակը քաղաքականությունը պատվաբեր է, քաղաքականությամբ զբաղվելը պատվաբեր է եւ պետք է պատվաբերի հատկապես մեր ժամանակաշրջանում։ Եվ ես օրինակը բերում եմ մշակույթի վրա։ Ասելով պատկերացրեք 30-ից ավելի տարիներ, օրինակ 91 կամ 94 թվականից հետո մենք ունեցել ենք քանդակագործներ, տողիզներ են մեր բոլոր քանդակագործները, ամենայն հարգանքով որպես օրինակ եմ ասում, որ քանդակել են այլասերված քանդակներ։ Նորմալ մարդն այդ քանդակներն ուղղակի ամոթ կզգա։ Եվ հիմա մենք բոլորս վեր ենք կացել եւ ասում ենք, գիտեք, ինչ քանդակագործությունը դա այլասերվածություն է։ Պետք է քանդակագործությունը որպես մշակույթի առանցքային ճյուղ հիմնովին վերացնել։ Այնինչ դա մեր ինքնության պահպանման առանցքային մշակույթի ճյուղերից է, առանց որի մեր ինքնությունը չի լինի։ Հետեւաբար ոչ թե պետք է քանդակագործությունը վերացնել, այլ պետք է դրա բովանդակությունը քանդակագործները այլ լինեն, որտեղ առանց քանդակագործության, նաեւ առանց քանդակագործության մենք մեր պատմական ընթացքը չենք կարող շարունակել։ Հիմա նույնը, այո, հիմա նույնը քաղաքականությանն է վերաբերում։ Հանրային կարծիքի այս ճնշման տակ, որ գիտեք դուք լավ գիտնական եք, ձեր հայրը բժիշկ է, ձեր մայրը, չգիտեմ, բանկային ոլորտի լավ մասնագետ է, դուք զբաղվեք ձեր գործով, դուք ինչ գործ ունեք։ Հանրային կյանքին խառնվելու մեջ, դա ձերը չի, դա անբարոյական ոլորտ է։ Հանրային կարծիքի այս ճնշման տակ մարդիկ դուրս են մղվում հանրային կյանքում իրենց մասնակցություն ունենալուց, միտումնավոր այդտեղը թողնելով իրականում անսկզբունքներին եւ անբարոյականներին։ Եվ հետո ասում ենք ինչու հայտնվեցինք այս իրականությունում։ Հակառակը քաղաքականությամբ զբաղվելը պետք է լինի պատվաբեր, դա քաղաքականություն չի, սա հանրային կյանքի, իմ իրականության, իմ ապագայի կերտմանը մասնակից լինելն է։ Եվ այստեղից է բխում նաև մյուս կործանարար միտքը, որ մարդիկ ցանկանում են փոփոխություններ, որտեղ իրենց մասնակցությունը պահանջված չի լինի։ Եվ հենց սրա հետևանքով է լինում, որ մարդիկ սկսում են պահանջել եւ ցանկանալ դրսից փրկիչներ, որ ինչ որ մեկը պետք է դրսից գա եւ մեզ փրկի, որովհետեւ փրկչի պարագայում մարդը կրկին մասնակցություն չի ունենում։ Իրեն գալիս են էլի փրկում են։ Իր դերը նվազագույնն է։ Սրա հետևանքն է, սրա արմատներն են շատ խորը։ Մեզ երկար ժամանակ, այս 30-ից ավելի տարիների ընթացքում մեզ մշտապես համոզել են եւ փորձել են ապացուցել, որ մենք մեր ճակատագրի կերտման մեջ դերակատարում չունենք։ Ոչ ներքին քաղաքականությունում, ոչ էլ արտաքին քաղաքականությունում։ 94-5 թվականից սկսվեց այդ քաղաքակրթական հանցագործության հիմքերը դրվեց, որ վերինատյանները մեր փոխարեն կորոշեն, ինչ պետք է լինի Արցախի հարցում օրինակ, որը երկրաչափական պրոգրեսիվ գնաց եւ խորացավ եւ հիմքը դրեց հպատակային քաղաքականության արտաքին եւ ներքին մակարդակներում։ Եվ այսօր էլ այս նույնը շարունակվում է։ Դրա համար մարդիկ բացառապես փնտրում են, մտածում են, որ փրկիչներ պետք է լինեն, չպատկերացնելով, որ իրենց համար ցանկալի փոփոխություն առանց իրենց մասնակցության չի կարող լինել։ Եթե եղավ է փոփոխություն, դա սպասարկելու է այն մարդկանց շահ, ովքեր իրագործել են այդ փոփոխությունը եւ իրականացրել են այն։